փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղ։ Ես ուղիղ ասում եմ, որ ես դա իրատեսական չեմ համարում։ Ես ասել եմ, որ այդ վերադարձի թեման շատ վտանգավոր թեմա է։ Բոլոր փախստականների վերադարձի թեման ես համարում եմ վտանգավոր խաղաղության գործընթացի համար։ Ինչու է այսօր Ալիևը պահանջում 180,000 ադրբեջանցու վերադարձ, իսկ պաշտոնական Երևանը ծպտուն չի հանում 350,000 չհաշված Արցախը։ Հայ փախստականների իրավունքների մասին։ Մենք չհաշվարկեցինք, թե քանի միլիարդ դոլարի գույք են թողել մեր հայրենակիցները Բաքվում եւ ասենք Գանձակում։ Միամտություն կլինի կարծել, թե հայելայինը նշանակում է ադրբեջանցիները Հայաստան, իսկ արցախցիները Արցախ։ Իրական հայելայինը ըստ միջազգային տրամաբանության հետևյալն է՝ ադրբեջանցիները վերադառնում են Հայաստան, Երևան, Վարդենիս, Սյունիք, իսկ հայերը վերադառնում են Ադրբեջան, Բաքու, Սումգայիթ, Գանձակ։ Հակառակ կողմում ադրբեջանցիներն են, որոնք 30 տարի ապրել են վրանային ավաններում կամ քարոզչական ճնշման տակ։ Բաքվի հրահանգով, հավատացեք, պատրաստ կլինեն վերադառնալ։ Եվ նրանք կվերադառնան ոչ թե որպես խաղաղ բնակիչներ, այլ որպես ժողովրդագրական զենք։ Պատկերացրեք Վարդենիսը կամ Սիսիանը, որտեղ հանկարծ հայտնվում են տասնյակ հազարավոր ադրբեջանցիներ։ Նրանք կապրեն կոմպակտ, նրանք կղեկավարվեն մեկ կենտրոնից եւ այդ կենտրոնը հաստատ Հայաստանում չի լինի։ Սա ուղիղ սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը։ Հայկական նորավոճ ընտանիքներում 1-2 երեխան ընդդեմ ադրբեջանական ընտանիքների բազմազավակությանը։ Վստահ եղեք, որ բազմազավակության հարցում նրանք Հայաստանի Հանրապետության պետական աջակցության ծրագրերին չեն սպասի, այլ հենց Բաքվից կֆինանսավորվեն եւ բավական ճոխ։ Եթե շարունակենք կառուցողական կամ ավելի վատ անտարբեր լռությունը, վաղը կարթնանանք մի Հայաստանում, որտեղ Սևանի ափին ադրբեջանական մողամը ավելի բարձր կհնչի, քան հայկական շարականը։